9-րդ գումարման ազգային ժողովի նիստերի դահլիճի կարմիր աթոռներից 105-ը կզբաղեցնեն նորընտիր падգամավորները։ Նրանցից 64 ՔՊ-ական իշխանական սեկտորում կնստի։ Խորհրդարանական անցնող մյուս երկու ուժերը Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքների համար ընդդիմության շարքերը կառանձնացնեն համապատասխանաբար 29 եւ 12 մանդատներով։ Կենտրոնական ընտրականը վերջնական ամփոփել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, բայց այն հետընտրական հարցերը պարզելու փոխարեն ավելի է լարել ներքաղաքական մթնոլորտը։ Թեպետ ձայների վերջնահաշվարկը կարծես լուծում էր նոր խորհրդարանում երրորդ ընդդիմադիր ուժի ներկայության խնդիրը, որին ամենամոտը կանգնած էր Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովների վերահաշվարկներին զուգահեռ կենտրոնական ընտրականը որոշեց անվավեր ճանաչել 3 տեղամասի քվեարկության արդյունքները։ Դրանցից երկուսը Նուբարաշենում եւ Սյունիքում տեղակայված ճիշտ այն ընտրատեղամասերն էին, որոնցում քվեարկությունը չնայած օրենքի պահանջին երեկոյան ժամը 20-ի փոխարեն ավարտվել էր կեսգիշերին մոտ, քանի որ քվեարկող զինվորներին միայն ընտրական օրվա ավարտին էին ուղեկցել քվեարկության։ Եվս մեկ տեղամասում էլ ընտրության ընթացքում բացակայել էր մասնակից ուժերից ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկը։ Այս 3 տեղամասերում կենտրոնական ընտրականը քվեարկություն չի անցկացնի, թեպետ դրանից մի ամբողջ քաղաքական համայնքի ճակատագիր ու խորհրդարանի կառուցվածքի հարց է կախված։ Միակ նպատակը թույլ չտալն էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի խորհրդարանում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք սարսափած եք հավաքական ընդդիմության գաղափարից, որովհետև ձերը պառակտելն է, ձերը սև ու սպիտակի տարանջատումն է, ձերը մարդկանց մեջ ատելություն ու թշնամանք սերմանելն է։ Կենտրոնական ընտրականը սակայն շտապում է պարզաբանել, որպես սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին պետք է առաջնորդվեն ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ մայր օրենքով երաշխավորված ազատ եւ հավասար ընտրության իրական կամքի պաշտպանության սկզբունքներով։ Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում։ Նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Հավաքական ընդդիմությունն էլ պնդում է, ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Ընտրությունները խոշորացույցի տակ պահած տեղական դիտորդական առաքելությունների համար եւս անակնկալ է կենտրոնականի որոշումը։ Հետընտրական առաջին երկուշաբթին էին պնդում այդ տեղամասերի արդյունքները պետք է չեղյալ համարվեն, կնշանակվի վերաքվեարկություն, սա է օրենքի պահանջը, հատկապես որ ամփոփ արդյունքներով Բարգավաճ Հայաստանին միայն մի քանի ձայն չի բավարարում խորհրդարան անցնելու համար, այսինքն սա հենց այն իրավիճակն է, որը նկարագրում է ընտրական օրենսգիրքը, ազդեցություն վերջնարդյունքի վրա։ Մեր գնահատմամբ այն ոչ իրավաչափ է, կան չի կատարել օրենսգրքի պահանջը, քանի որ ակնհայտ է, որ 3 տեղամասերի քվեարկության արդյունքներում հանգեցրել է քաղաքական ուժերից մեկի քվեների անցողջությունից նվազեցման փաստին։ Խնդիրն այստեղ արդյոք ազգային ժողովը դրվեց ընտրողների կողմից։ Մինչև դիտորդներն ամփոփեն իրենց գնահատականներն ու զեկույցները, կազմեն այն նաև միջազգային հանրությանը հասանելի դարձնելով, ընդդիմությունը կհասնի սահմանադրական դատարան։ Ամենաբարձր այս ատյան են տանում հունիսիօթյան ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հարցը։ $789,000 ապրանք 2025-ին 5 միլիոն 757 հազար դոլարի էլ միայն այս տարվա առաջին եռամսյակում։ Սրանք Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների թվերն են կոնկրետ դիզվառելիքի, որը նախորդ տարեվերջից վաճառվում է մեր շուկայում։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած ցանկում մեր երկրի անվան կողքին գրված թվերը աննշան են մյուս պետությունների համեմատ, որոնց հետ Բաքուն առևտրաշրջանառություն ունի, ինչպես նաև իրենց ընդհանուր արտահանումների ծավալի մեջ իրականում սակայն չնչին է այն թիվը, որը ներկայացնում է հակառակ առևտուրը Հայաստանից Ադրբեջան $960 միայն։ Ընդ որում Երևանից Բաքու որևէ ապրանք չի ուղարկվել, երրորդ երկրից Նիդերլանդներից են վարդեր ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։
Երևանն ու Բաքուն տարեսկզբից ցանկեր էին փոխանակել հասկանալու, թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից։ Հայկական փայլատի թեղն էր գրավել ադրբեջանցիների ուշադրությունը։ Չէին պատվիրել, բայց ինչպես հայտնել էին էկոնոմիկայի նախարարությունից, ամենաերկար բանակցությունները այդ հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թերի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թերի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատի թերը մեզ հետաքրքրում է։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որը մատնանշում էր Պապոյանը, Հայաստանն Ադրբեջանին վաճառելու համար առաջարկել էր հենց փայլատի տեղ՝ այլումին, ֆերոմոլիբդեն, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ ու տեքստիլ արտադրատեսակներ։ Գրեթե կես տարում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլատի տեղն է նրանց հետաքրքրել, այն էլ դեռ նույնիսկ չեն ասել գնում են, թե ոչ։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքների ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ, այսպես ասած, չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամու երկրին տնտեսական օգուտ տալ։ Դա կարող է լինել քաղաքական ենթատեքստ պարունակող քայլ, կարող է լինել եւ պարզապես տնտեսական։ Իսկ այն, որ մենք ենք Բաքվից առևտուր անում, նաեւ այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ հիմա արդեն սովորական երևույթ է, նաեւ հաստատված խաղաղության վկայություններից, ինչպես հենց իրենք են ձևակերպում, սակայն փորձագիտական վերլուծական համայնքում այս կարծիքին չեն, այստեղ հիշեցնում են Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Դեպի ԵԱՏՄ արտահանման շուկան փակվեց, խնդիր չէ, ապրանքները Եվրոպա կարտահանեն։ Նոր ատոմակայան կառուցելու հարցում էլ Հայաստանի կառավարությունը կարծես թե որոշել է արևմտյան առաջարկով մոդուլային ատոմակայան կառուցել։ Հայտարարել է կառավարությունը, որ մենք գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով, որ երկրից է առաջարկը, ինչ արտադրության պետք է լինի էներգաբլոկը, հայտնի չէ։ Կառավարության ներկայացուցիչները ասում են, թե մոդելի ընտրությամբ պայմանավորված կլինի արտադրող երկիրը։ Առաջիկա 10 տարիների ընթացքում որոշվելու է դրա կառուցողն ու նոր նախագծի իրականացնողը։ Տարբեր երկրներից առաջարկներ ունենք, այդ առաջարկները ուսումնասիրում ենք դրանց ինչպես տեխնիկական հատվածները, այնպես էլ անվտանգային եւ ֆինանսական հատվածները։ Տեսականորեն 10 տարին բավարար ժամանակ է ռեակտոր կառուցելու համար, բայց այստեղ ուզում առանձնացնել ռեակտոր են կառուցում, թե կայան են կառուցում, դրանք տարբեր բաներ։ Էներգետիկ ոլորտի մասնագետները սակայն նոր ատոմակայանի կառուցման եւ շահագործման առողջությամբ այդքան էլ լավատես չեն։ Եթե խոսքը մոդուլային կայանների մասին է, ապա այդ մոդուլային կայանները Հայաստանի ձեռնատու չեն։ Դրանք փոքր կայաններ են, փոքր հզորությամբ եւ նման կայանի կառուցումը միայն խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, այլ ոչ թե խնդիրներ է լուծել։ Հայաստանը կարիք ունի ոչ թե նոր ատոմակայանների, այլ նոր ռեակտորի, բավական հզոր։ Այս պահին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը անջատված է ընդհանուր էներգահամակարգից եւ գտնվում է շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վերանորոգման process-ում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ ատոմակայանը 5 տարին մեկ անցնում է այս գործընթացով եւ այն տևելու է շուրջ 3 ամիս։ Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի կյանքը հնարավոր կլինի երկարաձգել մինչեւ 2036 թվականը։ 14 միլիարդ 531 միլիոն դոլար։ Սա 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ընդհանուր ցուցանիշն է, որը դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրիլիոն 541 միլիարդ դրամ։ Ուշագրավ է, որ պետական պարտքի կառուցվածքում շարունակում է ընդլայնվել դրամային եւ ներքին պարտքի տեսակարար կշիռը։ Մասնավորապես ներքին պարտքի համամասնությունը նախորդ տարվա 52%-ից աճել է, հասնելով 53%։ Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների բարձր մակարդակով պայմանավորված արձանագրվել է նաև միջնաժամկետ պարտքի շարունակական աճ։ Այս համատեքստում ֆինանսների նախարարը հերքում է հնչողային քննադատությունները, թե կառավարությունը պարբերաբար նոր պարտքային միջոցներ է ներգրավում ընթացիկ բյուջետային ծախսերը հոգալու համար։ Վերջին 5 տարիների ընթացքում բացի նրանից, որ մեր պարտքը հարաբերակցությունն է նվազել,
Նաև մեծացել է դրամային պարտքի կշիռը, ինչը էապես մեղմում է այն ռիսկերը, որը մենք կարող ենք ունենալ դրամի արժեզրկման պայմաններում։ Բացառությամբ վերջին 1-2 շաբաթների դինամիկայի ԱՄՆ դոլարն էականորեն արժեզրկվել էր համաշխարհային առաջատար արժույթների նկատմամբ, ինչի ֆոնին դիրքերն արժևորել էր նաև հայկական դրամը։ Վերջին ամիսներին տարբեր գործոնների կողմից փոխարժեքի վրա գործադրվող ճնշումը բավականին մեծ է եղել, ինչն էլ ուղղակիորեն նպաստել է ազգային արժույթի ամրապնդմանը։ Միջազգային ներդրողները, որոնք ոչ միայն մեր արտաքին դոլարային պարտքն են առնում, այլև լոկալ արժեթղթերն են առնում, ՀՀ դրամով արտահայտված ու արդեն իրենց տեսակարար կշիռը մեր ներքին դրամային պարտատոմսերի մեջ 10% է հասել։ Որոնք շատ մեծ գումարներ են եղել ու վերջին, չեմ ասում, հենց 26 թվականի մեջ ա եղել, մի 6-7 ամիսների ընթացքում անընդհատ աճել են այդ միջոցները, որոնք ճնշում են գործել փոխարժեքի վրա դեպի դրամի ուժեղացում։ Ֆինանսական շուկայի վրա ազգային արժույթի համատեքստում զգալի ազդեցություն է թողել նաև կապիտալի ներհոսքը։ Ընդ որում Հայաստանում ներդրումային ակտիվություն են ցուցաբերել ինչպես անհատ ձեռնարկատերերն ու քաղաքացիները, այնպես էլ տարբեր մասնագիտացված ֆոնդերը։ Դրամի դիրքերի ամրապնդման տեսանկյունից առանցքային գործոն է դարձել նաև արտահանման ծավալների դինամիկան։ Հունվար-մարտ ամիսներին ապրանքների արտահանումը ունեցել է 4.5% աճ, իսկ ինչը շատ ավելի կարևոր է, հայկական ծագման ապրանքների արտահանումը ունեցել է 36.9% աճ։ Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանին հաջողվել է էապես բարելավել բյուջետային ծախսերի որակական կառուցվածքը։ 2025 թվականին կապիտալ ծախսերն արձանագրել են աճ, կազմելով ՀՆԱ-ի 6.2%։ Այս հատկացումներն ուղղվել են 3 հիմնական ռազմավարական ուղղություններով՝ մարդկային կապիտալի զարգացում, անվտանգային համակարգերի արդիականացում եւ տնտեսական ենթակառուցվածքների ընդլայնում։ Եթե համեմատականներ անցկացնենք 2021 թվականի ցուցանիշների հետ, ապա կապիտալ ծախսերն աճել են 3.1%-ային կետով, մինչդեռ ընթացիկ ծախսերը միաժամանակ կրճատվել են 2.8%-ային կետով։ Վերջին 5 տարիների կտրվածքով պետական բյուջեի պակասորդը միջինում կազմել է 3.2%։ Հունիսի 14-ին հրդեհ է բռնկվել Ձորափի փողոցում Հրազդան կիրճում գտնվող Աման ռեստորանի պահեստի հատվածում։ Կրակի դեմ սկզբում աշխատակիցներն ու քաղաքացիներն են պայքարել, հետո Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը մարել են այն։ Այս տային հատվածն է, որտեղ բավականին դժվար է թե հրշեջների աշխատանքը, թե ռեստորանի աշխատակիցները։ Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քառակուսի մետր մակերեսով տարածք, կենցաղային իրերով։ Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ է տեղում եղել։ Նրանք օգնել են մի քանի քաղաքացու։ Հրդեհի պատճառը պարզվում է։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի քննի գումարտակներից մեկի տարեցները, տեղում են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ։ Հունիսի 13-ին Սևան Մարտունի գետապ ճանապարհին բախվել են Մերսեդեսն ու Կամազը։ 5 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, փրկարար ծառայության Մարտունու շեջ փրկարարներն ու ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներն ամուսիններն են ու 3 անչափահաս երեխան։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, բարեկներն ու համայնքային ոստիկանները եւ պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Հունիսի 14-ին Վանաձոր Ալավերտի ճանապարհին բախվել են 70-ամյա Հայկի Opel Astra-ն եւ 60-ամյա Սերիոժայի Volkswagen-ը։ Վերջինը վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։
Հունիսի 13-ին Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Պավլիկի Օփելն ու 24-ամյա Արթուրի Ford Transit-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, տուժած չկա։ Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Օրեր առաջ ուժեղ կայծակի հետևանքով վնասված կամրջի վրա։ 30-ամյա Վարդանը BMW-ով հայտնվել է կամրջի վնասված փոսի մեջ, տուժած չկա։ Ալագյազ գյուղում արդեն մի շենք կա վառ գունային ձևավորմամբ եւ շրջակա բնության հետ ներդաշնակ տեսքով։ Գյուղի նոր մանկապարտեզն է, որը շուտով կհանձնվի շահագործման։ Ոչ միայն Ալագյազում ապրող երեխաները կայցել են, այլ նաև հարակից գյուղերի։ Իրոք ժողովուրդ, ընտիր ամեն հարմարություններով սարքված մանկապարտեզ է։ Տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր մուտքեր ու ճանապարհներ, իրականացվել է կանաչապատում, տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ ցանկապատեր։ Իսկ շենքի տանիքին տեղադրված են արևային ջրատաքացուցիչներ, որոնք նպաստում են էներգախնայողությանը եւ ժամանակակից ենթակառուցվածքների ներդրմանը։ Ամեն հարմարությունները ստեղծված է երեխաների առօրյան անվտանգ ուրախ անցկացնելու համար։ Խաղահրապարակը նույնպես առանձնանում է, տեղադրվել են բազմաթիվ ու տարբեր տեսակի խաղային սարքեր, որոնք նախատեսված են երեխաների ակտիվ հանգստի, ֆիզիկական զարգացման ու ժամանցի համար։ Ի դեպ աշխատանքներն իրականացվել է կառավարության ֆինանսավորմամբ։